պարոն Ղազանյան, դուք հիմա տեղյակ եք այդ 3.6 միլիարդը ինչպես է օգտագործվում կամ օգտագործվել է թե չէ, մեկ էլ հնարավոր է նորից դիմեք։ Ես հիմա նորից դիմեցի եւ ասեցի, որ իմ ինֆորմացիայով արդեն 6 եւ ավել միլիարդ է դարձել այդ 3.6 միլիարդը եւ հիմա նույն պնդումն անում ենք սակագինը իջեցնելու համար։ Հիմա իջեցրեք, ինչի չեք իջեցնում։ Այնտեղ նամակի մեջ նշված էր տարվա վերջը վերանայենք, տարվա վերջին մնացել է 2 ամիս, իմ դրած ասեմ, այս 2 ամիսը ձմեռվա ամիսները գիտեք, որ շատ է հոսանք ծախսվում։ Շատ ավելի լավ հիմա արեք, որպեսզի այս շատ ծախսած հոսանքի համար ավելի քիչ վճարվել, որոշակի չափով զսպվի բեռը ժողովրդի համար։ Հիմա պնդում եմ, ես հիմա որպես տաշիր կապիտալի, այսպես ասեմ, ներկայացուցիչ պնդում եմ, որպեսզի հիմա արվի, արդեն 6 միլիարդից ավել միայն հեծ ունի դրական բալանս։ Այսինքն դուք տեղյակ եք, որ այդ գումարը այլ նպատակով չի ծախսվել, հիմա ավելի ավելացել է։ Չեմ կարող ասել փաստացի այդ գումարը, որից դեռ գնացել է թե չէ, այդ գումարը պետք է երևա, եթե օֆիցիալ ինչ-որ բան չի արվել, ես դրա համար եմ ձեզ ասում, հիմա իրենք հավաքելու են կամ եկող տարվա փետրվարին տարին ամփոփելուց հետո փորձեն սսպեն սակագին իրենց ապիկար, այսպես կառավարման արդյունքում առաջացած խնդիրների, որը հեծում շուտով բոլորս ենք տեսնելու, արդեն տեսնում ենք, կամ իջեցնելու պարագայում ասեն կառավարիչն եկավ 6 ամիս աշխատեց, շատ լավ աշխատեց, որի արդյունքում իջեցնում ենք։ Իմիջիալոց առաջի անգամ եմ լսում, որ աշխատանքը վատացրած ղեկավարներին պարգևատրում տան, կորուստները որտեղ աճել է պարգևատրում են տալիս։ Ասում են այդ տեսեք, սա իրականն էր, դրա համար ձեզ պարգևատրում ենք տալիս, առանց, գիտեք, այսպես զրպարտությունը դարել է իրենց ամենօրյա աշխատանքը, ամենօրյա խոսույթը, ոչ մի հիմք չկա, ոչ մի բան չկա, ընդհանրապես տենդերներ են անում, ասում 70 միլիոն դրամ այս տենդերից շահեցին։ Նախ առաջինը տարվա գնումների պլանը, ժողովուրդ ջան, որպեսզի ձեզ պարզ լինի, մի քիչ ընդհանրացնում եմ, էլի, ընդլայնում եմ, այսպես ասած։ Տարվա գնումների պլանը չի նշանակում երթում, որ դու այսքանով այս ապրանքը պետքա ձեռք բերես եւ այլն։ Դա տարվա ընթացքում շուկայական արժեքի ամեն ինչի հետ կապված է։ Հիմա երեք եկել են տարվա կեսին տենդերները չեղալ են անում, գնում են նոր տենդերների, այն տենդերները, որոնք մենք տարվա սկիզբ ենք արել։ Գնում են նոր տենդերների, չեն ասում շուկայի փոփոխությունները, եւ ամենակարևոր հանգամանքը դեռ չսպասած, որ այդ տենդերով այսպես շահած ընկերություն իր ծառայությունը մատուցի, տեսնենք, լավ մատուցեց, վատ մատուցեց, թե ոչ, այսինքն գործողությունը ավարտված համարվի։ Արդեն իրենք ասում են, որ այսքան միլիոն դրամ մենք խնայեցինք։ Դա նույն բանն է, ոնց որ ես ձեզ ասեմ, ես փաստացի պատրաստ եմ ձեզ իմ մեքենայով այսքան գումարով տանել այստեղը, կողքից փորձած լինեք, որ ես պատրաստ եմ։ Կողքից մեկը գասի կես գին, դուք առանց գնալու, առանց բարեհաջող տեղ հասնելու, ասում եք, գիտեք, ինչ այսքան խնայեցի։ Դա կարելի ասել արդեն գնալուց հետո, չէ՞ երևի թե։